Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար եւ նշում, որ որևէ միտում չի եղել։ Այս մասին հայտարարություն է տարածել ազգային ժողովի падգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսիային սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար եւ նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջեւ, գրել է նա։ Հրապարակ օրաթերթը գրում է, չնայած իշխանությունները Գյումրու ընտրություններից հետո հայտարարում են, թե չեն պարտվել, քանի որ մասնակցած կուսակցությունների մեջ ամենաշատ ձայներն են ստացել եւ 10,000-ով ավելի են ստացել, քան 2021 թվականի թիմ ընտրություններում, սակայն Նիկոլ Փաշինյանն ասում են, խելքի չի գալիս այդ հարվածից։ Նաեւ դրանով էին պայմանավորված վերջին օրերին հիստերիկ ոչ ադեկվատ պահվածքը, ամբիոնից գոռալ ճչալը, պարելն ու ծամածրվելը։ Ասում են նա հիմա տենդագին իշխանության վարկանիշը բարձրացնելու ուղիներ է փնտրում եւ հնարավոր է առաջիկայում հնչեղ բացահայտումներ արվեն։ Հրապարակ օրաթերթը գրում է, անցած ուրբաթ Կապանի Քարավան ռեստորանում Նիկոլ Փաշինյանի հետ ճաշկերույթին մասնակցածներից ոմանք նկատել են, որ Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով, միս եւ կենդանական ծագման այլ մթերք չի ուտում եւ անգամ ասել է այդ մասին։ Ճաշկերույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ չնայած շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու, բայց ոչ մեկը համարձակություն չի ունեցել նրանից ճշտելու։ Փաշինյանը բուսակեր է դարձել, թե պահք է պահում։ Հրապարակ օրաթերթը գրում է, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ։ Դա չի նշանակում, որ Ազատության հրապարակից հեռանում են, վրանն ապամոնտաժում, մնալու են, բայց մի խումբ գործ ուղղելու են մարզեր, որ լսեն նաև մարզերում ապրող արցախցիների խոսքը, պատվիրանները։ Մարտի 29-ից պայքարի դուրս եկած արցախցիները սոցիալական եւ քաղաքական պահանջներ են դնում։ Հրապարակ օրաթերթը գրում է, ԿՊԱ-ական падգամավոր Ծովինար Վարդանյանը կառավարության ծրագրի կատարողական իր ելույթում խոսքի մեջ հույդական падգամավոր Քրիստինե Վարդանյանին դիմելով ասաց. «Տիկին Վարդանյան, երբ հարձակվում էիք Տիկին Ղազարյանի վրա, մենք հետաքրքրվեցինք, թե ինչ հարձակման մեջ էր Ծովինար Վարդանյանը մեղադրում Քրիստինե Վարդանյանին։ Պարզվում է 2020 թվականի պատերազմի պարտությունից 1-2 ամիս անց 2021-ի սկզբին, երբ Հայաստանը եռում էր իշխանության դեմ բողոքի ակցիաներից, Քրիստինե Վարդանյանը դաշնակցական երիտասարդների հետ Աժ Դեմիրճյան մուտքի մոտ քաղաքական ակցիա իրականացրել եւ պարզաբանումներ պահանջել ԿՊԱ-ական падգամավոր Սոնա Ղազարյանից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը, որի համաձայն 2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ, նախորդ 2024 թվականի մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը ՀՀ կազմել է 152,865։ 2025 թվականի մարտ ամսին Հայաստանում զբոսաշրջային այցելությունների խոշոր թվերը գրանցվել են Ռուսաստանից 37%, Վրաստանից 15% եւ Իրանից 9%։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, երեք հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է հանրային ներարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները։ Արմլուրը կապ է հաստատել Թևոսյանի հետ, հասկանալու համար, թե հանրային ներարձակողի խորհրդի անդամի պաշտոնից ինչ պատճառով է հեռացել։ Վահագն Թևոսյանը արձագանքել էր. վարչապետը որոշում կայացրել է իմ սեփական դիմումի համաձայն։ Բանն այն է, որ կառավարությունն առաջիկայում պլանավորում է նախաձեռնել հանրօգուտ մեդիա բովանդակության խթանման մի նախագիծ, եւ ես շատ հետաքրքրված եմ իմ մասնակցությունը բերել այդ ծրագրի առաջխաղացմանը, իմ կարգավիճակը դեռևս քննարկվում է, ասել է Թևոսյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Նիկոլ Փաշինյանի հատիկ բլեֆը փլվեց Սահմանադրական դատարանում։ Բարձրագույն դատարանը հաշվի առավ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված մասնագիտական կարծիքը, որը օրենքի ամբողջ տրամաբանությունը փոխել է։ Ինչի մասին է խոսքը։ Օրաթերթը ներկայացնում է ՍԴ որոշման եզրափակիչ մասի բացատրությունը, որպիսի իրավաբանական բարդ ձևակերպումների մեջ չխճճվի իրականությունը։ Նկատենք, որ Սահմանադրական դատարանն այս օրենքի առանցքը հանդիսացող դրույթները գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի բավականին նեղացրել է, կոնկրետացրել է դրա կիրառման շրջանակը, ինչը նշանակում է, որ դրա
լայն մեկնաբանությունն այլևս հակասահմանադրական է։ Եվ այսպես ՍԴ-ն քննելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրության համապատասխանության հարցը, որոշելու վերաբերյալ գործը որոշել է։ Օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը նույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի հետ համակեցության մեջ համապատասխանում են սահմանադրության այն մեկնաբանության, որը օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոն ստանձնելու պահից հետո։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը տեղեկացավ, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից 2024 թվականի հունիսի 12-ին բռնությամբ դուրս հանող ՊՊԾ աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ դեպքից ամիսներ հետո նա երկրից արտագաղթել է։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինը հիմք ընդունի այս հանգամանքը եւ լրագրողներին օթյակից բռնի դուրս հանած ՊՊԾ աշխատակցի ազատման հիմքով քրեական վարույթը կարճի։ Նշենք, որ այս գործով 5 լրագրողներն արդեն տուժող են ճանաչվել։ Վարույթի հիմքը իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոնիսյանի դիմումն է։ Պոլիտիկայ.am-ը գրում է. Նախորդ բոլոր ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համապետական եւ տեղական մակարդակներում վերարտադրվելու հնարավորություն է տվել քաղաքացիների պասիվ մասնակցությունը, որքան քիչ ընտրող գնա տեղամաս, այնքան լավ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության համար։ Այս վերլուծությունները եկավ փաստելու Գյումրու ընտրություններում ԿՊ թեկնածու Սարիկ Մինասյանը։ Նա երեք հայտարարել է. ես վստահ եմ եղել ժողովրդի վերաբերմունքից եւ իմ կանխատեսումները նույնիսկ կատարվել են, ուղղակի մասնակցությունն է բարձր եղել։ Եթե մասնակցային իմ մտածած թիվը լիներ, ապա կլիներ 50+։ Այսինքն իշխանությունները հաշվել են, որ վարչական ռեսուրսի կիրառումը իրենց հնարավորություն կտա հաղթելու, եթե 30-32 հազար ընտրող մասնակցի ընտրություններին։ Նախորդ անգամ Գյումրու ընտրություններին մասնակցել էր 26 հազար ընտրող։ Իշխանությունները այս անգամ ենթադրել են, որ 6-7 հազար մարդ ավել կմասնակցի, քանի որ քաղաքական ակտիվություն կա, բայց անխիղճ գյումրեցիները թասիբի են ընկել ու քաշել են իշխանություններին։ Այս անգամ ընտրություններին մասնակցեց ավելի քան 47 հազար գյումրեցի։ Իդեպ նկատենք, որ Մայրաքաղաք դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը ԿՊ թեկնածու Սարիկ Մինասյանի ինքնախոստովանությունից ժամեր առաջ հայտարարել էր, որ իշխանությունների ամբողջ հաշվարկը եղել է ընտրողների պասիվ մասնակցությունը։ ԿՊ-ի հաշվարկը վստահ եմ եղել է այն, որ 30-35 հազար մարդ է մասնակցելու եւ իրենց 17 հազար ձայնը կապահովի 50+%։ Պոլիտիկայ.am-ի տաղավարում հայտարարել էր Մալխասյանը։ Այս ամենից մի բան կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի միակ շանսն այն է, որ համապետական ընտրություններին մարդիկ չգնան տեղամասեր։ Քաղաքացիների գերակտիվությունը երաշխավորելու է Փաշինյանի պարտությունը։ Անդրանիկ Քոչարյանի շուրջ հերթական աղմկալի պատմությունից հետո վերջինիս անպատիժ մնալը կրքեր է թեժացրել քաղաքացիական պայմանագրում։ Իշխանական կուսակցությունում շատ պատգամավորներ հասկացել են, որ իրենք բառիս ուղիղ իմաստով ուսապարկ են Նիկոլ Փաշինյանի համար։ Ժողովրդավարական կառավարումից խոսողները ամիսներ շարունակ չեն կարողանում պատժել մի պատգամավորի, որն անցել է բոլոր կարմիր գծերը, անգամ սեփական թիմակիցների նկատմամբ։ ԿՊ-ում խոսում են, որ իշխանության ներսում այլևս չկան կանոններ, որոնց ենթարկվում են բոլորը։ Մեկին թույլատրված է ամեն բան, իսկ ուրիշներին արգելված է անգամ ազատ շնչել, եթե շեֆը թույլ չի տվել։ Իշխանական թիմի ներսում համոզմունք է ձևավորվել, որ սեփական դիրքերը պահելու երկու ճանապարհ կա։ Կամ պետք է լինել Փաշինյանի բացարձակ կամակատարը, կամ պետք է Փաշինյանը վախենա քեզանից։ Փաշինյանին շատերը վախի մեջ պահելու հնարավորություն չունեն, ու նրանց համար սեփական դիրքերը պահելու միակ շանսը մնում ստրուկի պես ենթակա ապրելը։